Պանքլոյան, մեր հետևորդներին հիշեցնեմ, որ դուք մարտի 1-ի զոհերից գոռի հայրն եք, այսօր այստեղ եք աջակցում եք կառավարությանը, վարչապետին, ոնց եք գնահատում իր ջանքերը։ Ում ջանքերը։ Վարչապետի կառավարության։ Վարչապետի ջանքերը մեկ է, վարչապետի 13 թվական, ավելի ճիշտ 2008 թվականի մարտի 1-ից մենք իրար ճանաչում ենք։ Շատ լավ եմ գնահատում մեր վարչապետի աշխատանքը, նվիրված հայրենիքին, նվիրված ժողովրդին, օգնել չունի, հոյակապազնավորություն, ինչ ասեմ, արժանի վարչապետ ունենք։ Որ բարեփոխումն եք ամենաշատը գնահատում։ Խաղաղության, ունենք խաղաղություն, դա բավական է։ Ինչ եմ ասում, մեր թոշակառուների չեն վճարում, ոչ մի տեղերը անվճար ենք ստանում, հիրատությունները անվճար է, բանակը բարեփոխումները, մեզ բարեփոխումներ ունենք, բոլորը գիտենք, իստեղ ամրոցներ են կառուցում, տարուկես սարքեց մեր վարչապետը, բանակը, որ մեկն ասեմ, ամեն ինչ լավ է։ Վստահություն ունեք, որ կընտրվի հունիսին քաղաքացիական պայմանագիրը։ Ինչ է վստահություն ունենք։ Վստահություն ունենք, որ պետք է մինչև 65-ից 70-75% հաղթենք։ Պանքլոյան, ընդդիմադիրներին լսում եք հեչ։ Այո։ Ինչ կարծիք ունեք, ինչ է ուզածները։ Ես ասեմ, մեր ձևովը խափում է ժողովրդին։ Ինչ է խափում, իրանք չգիտեն Սամվել Կարապետյանը իրավունք չունի, ոչ պատգամավոր, որ վարչապետ դառնալու, իսկ իրան նկարները խփեն լիֆտերին, կոչեն անան, որ Սամվել Կարապետյանը վարչապետ չի լինելու։ Նրա հորեղբոր տղան խափում է ժողովրդին։ Ես դա կարող եմ ասեմ, չի կարելի։ Միգուցե մի քանի տոկոս ձայներ հավաքեն, բայց մեծամասնություն երբեք չեն ունենա։ Քոչարյանը, որ նորից վարչապետ է ուզում դառնա։ Վայ, գլուխը պատին է տալիս, նա վարչապետ չի կարող դառնալ։ Իրան են արազների տակից թող դուրս գա։ Կարող է իրեն մաքրել մարտի 1-ից։ Մարտի 1-ից դատավարություններն արդեն ձևը փոխվել է, արդարադատության նախարարը տվել է, որ մի տարուց ավել պետք է դատավարությունները տեղի չունենա, դաժե վերաքննիչը 6 ամսից ավել պետք է դատավարություն տեղի չունենա։ Ես վստահ եմ, որ նա նորից գնալի է ազգային անվտանգության պատվալում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։